Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, ըստ պաշտոնական հաղորդագրության Ջեյհուն Բայրամովը և Հական Ֆիդանը քննարկել են երկու երկրի դաշնակցային հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարթակներում գործակցությունը։ Անդրադարձ է եղել տարածաշրջանում անվտանգային իրավիճակին։ Կողմերը բարձր են գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության մակարդակը և համատեղ համակարգումը։ Չնայած Իրանում ինտերնետի և հեռախոսային կապի հասանելիության սահմանափակմանը կան տեղեկություններ, որ հակակառավարական ակցիաները շարունակվում են։ Զոհերի թվի մասին իրարամերժ լուրեր են տարածվում։ Իրավապաշտպանների գնահատմամբ այն կարող է հատել 2400-ը, այդ թվում իրավապահներ։ Արևմտյան մամուլում զոհերի հետ կապված շրջանառվում են 2000 և 3000 թվերը, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցում է 18000-ը։ Կանադան, հետևելով Միացյալ Նահանգների օրինակին, կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով։ Թեհրանից արձագանքել են ցուցարարներին ուղղված Դոնալդ Թրամփի կոչին շարունակել բողոքը։ ԱՄՆ նախագահը նաև Truth Social-ի էջում գրել էր. «Մարդասպանները և բռնարարները մեծ գին կվճարեն, ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների սպանությունները չդադարեցվեն, օգնությունը ճանապարհին է»։ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխան հրապարակում է արել, նշելով. «Իրանի ժողովրդի գլխավոր մարդասպաններն են Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն»։ Թեհրանից նաև հայտարարել են, որ իրանական զինված ուժերը բերվել են պատրաստության բարձր մակարդակի։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շուտով բոլորը կիմանան ինչպես Վաշինգտոնը կաջակցի իրանցի ցուցարարներին։ Կլինի տարբեր տեսակի օգնություն, այդ թվում տնտեսական, մանրամասնել է Թրամփը, սակայն չի հստակեցրել արդյոք դիտարկվում է ռազմական սցենարը։ Այնուհանդերձ նա հորդորել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին և դաշնակիցներին լքել Իրանը, իսկ Իսլամական Հանրապետության իշխանությանը ճիշտ պահվածք ցուցաբերել։ Տեղեկություններ կան, որ ակցիաների ֆոնին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հանդիպել է Իրանի վերջին շահի որդուն Ռեզա Փահլավիին, որն աջակցություն է հայտնում իրանցի ցուցարարներին, հայտարարելով, որ պատրաստ է վերադառնալ Թեհրան և դառնալ երկրի անցումային առաջնորդը։ Իրանում զարգացումներին է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իրանը տարիներ շարունակ ենթարկվել է արևմտյան պատժամիջոցների, դրանք որակելով անօրինական։ Նրա խոսքով Արևմուտքն օգտագործում է Իրանում աճող սոցիալական լարվածությունը իրանական պետությունն ապակայունացնելու և ոչնչացնելու համար։ Նաև Զախարովայի ձևակերպմամբ արտաքին ուժերը սադրում և ցույցերի ընթացքում ջարդեր են հրահրում։ Դատապարտում ենք Իրանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունը։ Վաշինգտոնի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական նոր հարվածների սպառնալիքները բացարձակապես անընդունելի են, հավելել է Զախարովան։ Պաշտոնյանն նաև դատապարտել է Իրանի գործընկերների նկատմամբ առևտրային մաքսատուրքեր սահմանելու Դոնալդ Թրամփի որոշումը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպայի և Միացյալ Նահանգների կապերը թուլացել են, սակայն ԵՄ-ն պատրաստ չէ 80 տարով հետ գնալ տրանսատլանտյան հարաբերություններում։ Այնուհանդերձ Միացյալ Նահանգները Եվրոպայի համար անփոխարինելի դաշնակից է, միասին մենք ավելի ուժեղ ենք, նշել է Կալասը։ Նա կարևորել է, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները գործակցեն Գրենլանդիայի հարցում։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Եվրամիությունը մտադիր է պատրաստել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Այն նախատեսվում է ներկայացնել արդեն փետրվարին։ Կալասի խոսքով հարկավոր է միջազգային ճնշում գործադրել Մոսկվայի վրա, հակառակ դեպքում Ուկրաինայում պատերազմը դեռ երկար կտևի։ Դիանա Գասպարյան, լուրեր։